Բարի օր արգելի հետևորդների, եթերում ABC լուրերն է, ես Գարին Թավյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Նոր համազգեստ, թե նախընտրական ցուցադրություն, ինչու հայկական բանակը մինչև օրս չի անցել խոստացված նոր հանդերձանքին և ինչ է պնդում ընդդիմադիր պատգամավորը։ Փաստաբանը նոր ու բացառիկ փաստաթղթեր է հրապարակել Ծառուկյանի գործի վերաբերյալ, ինչի մասին են դրանք։ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ դատարան արդարացման վերդիկտ է կայացրել, ինչ մեղադրանքներ էին ներկայացված։ Ծաղրանք, թե քաղաքական ակնարկ Շուշիից, Ալիևի ուղերձները Մոսկվային և Երևանին։ Իշխանությունը բանակի նոր համազգեստի խոստումով խաբել է ընտրողներին, հայտարարում է ընդդիմադիր պատգամավորը։ Գեղամ Մանուկյանն է հիշեցրել, որ տարիներ առաջ Պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել էին 2024 թվականից հայկական բանակն անցնելու է նոր հանդերձանքի։ Սակայն այդ գործընթացը անընդհատ հետաձգվել է տարբեր պատճառաբանություններով, այդ թվում չկայացած մրցույթներով և առաջարկների բացակայությամբ։ Այս տարվա մայիսի 28-ին նախընտրական զորահանդեսի տրամաբանությամբ մեկ էլ հայտարարվեց, որ զորահանդեսում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներկայանում են նոր հանդերձանքով։ Իրականում տողանցի ժամանակ, զորահանդեսի ժամանակ մեր զինված ուժերի զինծառայողները նոր հանդերձանքով էին։ Բայց այդ ժամանակ էլ շատերին հստակ էր, որ դեռ հունվարին Պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ փորձնական մի քանի հազար ձեռք Միացյալ Նահանգներից հանդերձանք է բերվել փորձարկման համար։ Եվ այդ փորձարկվող հանդերձանքը մայիսի 28-ին ընտրությունների նախօրյակին ներկայացվեց իբրև նոր հանդերձանք։ Իսկ փաստաբան Էմիլ Խաչատրյանը Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը հերքող նոր փաստաթղթեր է հրապարակել։ Պաշտպանվող կողմը գործակցելով Իրանի գործընկեր փաստաբանների հետ ձեռք է բերել քրեական վարույթի համար բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ըստ Ծառուկյանի փաստաբանների ուղղակիորեն հակասում են Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։ 2026 թվականի փետրվարի 14-ին Multigroup կոնցեռն ընկերությունը Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններին ներկայացրել է բողոք Արման Ալամայի, Էրֆան Ալամայի և Համլետ Թումանյանի դեմ խարդախության, գույքն ապօրինի եղանակով կամ արտոնությունների չարաշահման միջոցով ձեռք բերելու, կեղծարարության, վստահության չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Բողոքին կից ներկայացվել են այն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր և ապացույցներ։ Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է Պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ դատարանն արդարացման վերդիկտ է կայացրել։ Շամիրյանին մեղադրել էին հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահը գրգռելու համար։ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև խարդախության համար, սակայն 2024 թվականի նոյեմբերի 13-ին հետապնդումը դադարեցվել էր։ Իսկ կառավարության օրակարգիչ զեկուցվող հարցերի ցուցակում կան անվտանգային հարցեր։ Նիստն արդեն մեկնարկել է, Փաշինյանը ներկա չէ, արձակուրդում է։ Բայց կառավարությունն այսօր նախատեսում է հավանություն տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIP ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Կառավարության հավանությունից հետո փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան համաձայնագրի համապատասխանությունը Սահմանադրությանը գնահատելու համար։ Դրական եզրակացության դեպքում այն կներկայացվի ազգային ժողով վերջնական վավերացման։ Զուգահեռ Ադրբեջանը թվեր է հրապարակում 17 միլիոն 128 հազար 640 դոլարի ապրանք է Ադրբեջանը Հայաստան արտահանել այս տարվա հունվարից հունիս։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալով այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.10%-ը։
Իսկ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կրկին կապել է Ադրբեջանի հետ։ Թուրքիայի արտգործնախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում ասվում է, որ գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ խորհրդակցելով։ Նրանք հայտարարել են, թե տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարօրություն եւ անվտանգություն ապահովելու համար թուրք-հայկական եւ ադրբեջանահայկական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված։ Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն 3+3 հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլյան նիստի արդյունքով։ 3+3 հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին, Պետերբուրգյան համաժողովի շրջանակում մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ։ Իսկ Շուշին Ալիևի համար դարձել է քաղաքական ամբիոն։ Այդտեղ նա կրկին սահմանեց իր օրակարգը, խաղաղության դիմաց սահմանադրության փոփոխություն, հաղորդակցությունների նոր պահանջներ, ուղերձներ Մոսկվային եւ քննադատություն արևմուտքին։ Ինչ էր իրականում ասում Ադրբեջանի նախագահը եւ ում էր ուղված նրա խոսքը, ռեպորտաժում։ Ծաղր թե քաղաքական ակնարկ Շուշիում Ալիևի հարցուպատասխանի ժամանակ Ռուսաստանին վերաբերող հատվածը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Շուշիի մեդիա ֆորումին, որին մասնակցում էին 54 երկրի ժամանած մոտ 270 ներկայացուցիչ եւ 50 լրատվամիջոց, Ադրբեջանի նախագահի եւ ռուս լրագրողի Դմիտրի Գորդոնի երկխոսությունը դարձել է ամենաքննարկվող դրվագներից մեկը։ Խոստանում եմ, այս տարվա հարցս այնքան թունավոր չի լինի, որքան անցյալ տարի։ Հիշեցումը վերաբերում էր նախորդ տարվա նույն ֆորումին, երբ Գորդոնի հարցին ի պատասխան Ալիևը Ուկրաինային կոչ էր արել երբեք չհամաձայնել օկուպացիային։ Այդ հայտարարությունը հնչել էր Բաքու-Մոսկվա հարաբերությունների լարվածության ֆոնին, Azerbaijan Airlines ինքնաթիռի կործանումից հետո։ Այս անգամ Ալիևը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են, սակայն կրկին նույն կոչն ուղղեց Ուկրաինային՝ երբեք չհամաձայնել օկուպացիային։ Ռուսաստանի թեմային անդրադառնալով Ալիևը նաև հայտարարեց, որ 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանի դերը հարավային Կովկասում փոխվել է։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դարձել է այն կատալիզատորը, որի հետևանքով Ռուսաստանի դերը հարավային Կովկասում էականորեն փոխվել է, եւ այժմ հենց Կրեմլը պետք է հստակ ձևակերպի, թե ինչ դեր է տեսնում իր համար տարածաշրջանում։ Մոսկվայի զուս պարզագանքը չուշացավ։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, չեն կիսում Բաքվի գնահատականները Ուկրաինայի վերաբերյալ, սակայն դրանք չեն համարում երկկողմ հարաբերություններին սպառնացող գործոն։ Մոսկվան Ադրբեջանի պարագայում ունի քաղաքական վարքագծի հետ կապված այլ նպատակներ ու խնդիրներ, այլ մարտահրավերներ եւ նաեւ ծրագրեր Երևանի դեպքում այլ։ Եվ այս պարագայում այն իրավիճակը, որ կա Երևան-Մոսկվա փոխհարաբերությունում իր ճգնաժամային բնույթով եւ լարվածությամբ զգալիորեն, այսպես ասեմ, համախառն բալանսի իմաստով բավարարում է Մոսկվային եւ թույլ է տալիս լուծել իր համար էական խնդիրներ։ Ֆրանսիան եւս Ալիևի քննադատության թիրախում էր, նրա խոսքով Փարիզը զինում է Հայաստանին եւ խրախուսում ռևանշիստական տրամադրությունները, վնասելով տարածաշրջանային կայունությանը։ Հայաստանի ռազմականացումը մեզ համար լուրջ մտահոգության պատճառ է։ Ալիևը Շուշիից հայտարարում է խաղաղության հնարավորության մասին, բայց նույն ընթացքում շարունակում է մեծացնել պաշտպանական ծախսերը։ Խոսելով խաղաղության մասին, Ալիևը կրկին շեշտել է, որ համաձայնագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի Բաքվի առաջ քաշած պայմանները, այդ թվում փոխի սահմանադրությունը։ Մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Հայաստանի սահմանադրությունը։ Դրա փոփոխությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմաններից մեկն է։ Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ապա պետք է կատարի անհրաժեշտ քայլերը։ Իսկ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է եւ այդ էջը փակվել է։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան են տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Նրա խոսքով Ադրբեջանն ինքն էլ սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստանին, ինչի հետևանքով իր ձևակերպմամբ Հայաստանը ձեռք է բերել մատակարարումների հուսալի աղբյուր։ Եթե նման հնարավորություն չլիներ, Երևանը ստիպված կլիներ անհրաժեշտ ռեսուրսներ փնտրել ամբողջ աշխարհում։ Ներկա պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նկատում է, որ Ալիևի հայտարարություններն օկուպացված Շուշիից հնչում են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրանում է խուստուկ։ Տնտեսագետը բացառում է, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձիկը։ Արևելյան Սուլթանը ամենացինիկ ծիծաղներով, ամենացինիկ վերաբերմունքով խոսում է Հայաստանի հետ կապված հարցերի մասին, այս ամբողջը վկայում է մեկ բան, որ այս Հայաստանի ներկա իշխանությունները որոշակի ստվերային պայմանավորվածություններ ունեն, որոշակի ունեն ստվերային խոսակցություններ, ունեն որոշակի հանգույցներ եւ հետեւողականորեն այդ ամեն ինչը իրականացնում են։ Խոսելով հաղորդակցությունների բացման մասին Ալիևը վերահաստատել է, որ Ադրբեջանը պատրաստ է ճանապարհները բացել Հայաստանի համար, սակայն ակնկալում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի անխափան կապը Հայաստանի տարածքով։ Թեև Բաքուն պնդում է, որ խոսքը միջանցքի մասին չէ, այլ հաղորդակցությունների ապաշրջափակման, Երևանում թեման շարունակվում է ընկալել ինքնիշխանության եւ վերահսկողության տեսանկյունից։ Միաժամանակ Զանգեզուրի միջանցք ձևակերպումը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական բառապաշարի մաս։ Պենտագոնի փաստաթղթերն ուսումնասիրելով ՌԻԱ Նովոստին պարզել է, որ ԱՄՆ-ն կարող է ավելի քան 37 միլիարդ դոլար վաստակել Մերձավոր Արևելքի դաշնակիցներին Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքից։ Գործակալության տվյալով 2026-ի մարտ-մայիս ամիսներին Պենտագոնը կոնգրես է ներկայացրել 7 ծանուցում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Բահրեյնի և Քաթարի հետ նոր գործարքների և գործող համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ։ Թեհրանը հաստատել է ԱՄՆ-ի վերջին հարձակման ժամանակ 7 զինվորականի մահվան լուրը։ Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ զինվորականները զոհվել են Բամբուր քաղաքում։ Զոհվածների թվում են ինչպես կադրային զինվորականներ, այնպես էլ Իրան շեհրի 388-րդ բրիգադի ժամկետային զինծառայողներ։ Ավագ սերժանտ Ֆարշադ Ալավին, ավագ սերժանտ Ռեզա Շաֆին, ժամկետային զինծառայողներ Ալի Ռեզա Քասեմին, Հոսեյն Ջաֆարին, Աբբաս Հասան Շահին, Աբբաս Հոսամ Ադդինին, Աբոլ Ֆազլ Մոմոլային։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միջազգային քաղաքական օրակարգում շարունակում են գերակշռել անվտանգային եւ աշխարհաքաղաքական զարգացումները։ Մինչ Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունները սրվում են, Թեհրանից հայտարարում են, որ այս պահին Վաշինգտոնի հետ նոր բանակցություններ չեն նախատեսվում։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով երկրի գլխավոր առաջնահերթությունը այժմ պաշտպանական կարողությունների ամրապնդումն է։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը միջազգային պայմանավորվածությունների շրջանակում կշարունակի գործել փոխադարձության սկզբունքով։ Բաղային նշել է, եթե մյուս կողմը հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից, ապա Թեհրանը եւս իրեն պարտավորված չի համարի կատարել դրանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Թեհրանը թույլ է տվել երկիրը լքել Իրանում պահվող ամերիկացի քաղաքացուն։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը գնահատում է այդ քայլը որպես բարի կամքի դրսևորում։ Թեև ԱՄՆ նախագահը չի հրապարակել քաղաքացու անունը, The New York Times-ի տվյալներով խոսքը ԱՄՆ-ի եւ Իրանի երկքաղաքացի Դենա Կարարիի մասին է։ Նա ըստ հրապարակման 2024 թվականի դեկտեմբերից չէր կարողանում լքել Իրանը լրտեսության մեղադրանքների պատճառով։ Իսկ Եվրոպայում ուշադրության կենտրոնում է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքը։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարին Լը Պենը Ֆրանսիայի վերջին հույսն է։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Լը Պենը հայտարարել է, որ կմասնակցի 2027 թվականի նախագահական ընտրությանը։ Քաղաքական փոփոխություններ են սպասվում նաև Ուկրաինայում։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ պաշտպանության նախարար Միխայել Ֆյոդորովը պատրաստվում է լքել իր պաշտոնը։ Թեև պաշտոնական որոշում դեռ չի հրապարակվել, նախարարն արդեն ակնարկել է իր հեռանալու մասին, սոցիալական ցանցերում գրելով, որ մեծ պատիվ էր ծառայել ուկրաինացի ժողովրդին պաշտպանության նախարարի պաշտոնում։ Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա ռուս գործընկերոջը հանդիպելու։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հաղորդմամբ երկօրյա այցի օրակարգում Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը կքննարկեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, նաև ընթացիկ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։
Իսկ Բուլղարիայում անվտանգության ծառայությունները ստիպված են եղել արտակարգ գործողությունների դիմել։ Սոֆիայում նախագահի աշխատակազմի շենքը ժամանակավորապես տարհանվել է ռումբի մասին ահազանգից հետո։ Անվտանգության ուժերը ստուգել են տարածքը, սակայն որևէ վտանգավոր առարկա չեն հայտնաբերել։ Եվ վերջում Արգենտինայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց նշելու ազգային հավաքականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում հայտնվելը։ Տոնակատարությունների հիմնական կենտրոնը եղել է Բուենոս Այրեսի հայտնի Օբելիսկի հրապարակը, որտեղ ավանդաբար հավաքվում են երկրպագուները ազգային թիմի հաղթանակներից հետո։ Բազմաթիվ մարդկանց պատճառով մի շարք փողոցներ ժամանակավորապես փակվել են։ Նշեմ, որ երեկ Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Անգլիային եւ այժմ եզրափակչում կմրցի Իսպանիայի հավաքականի հետ։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք առայժմ։